Նիկոլ Փաշինյանը փաստորեն Արևմուտքի հետ Միացյալ Նահանգները ստորագրում է այսպես ասած պայմանագիր, համաձայնագիր, որ մոդուլային ատոմակայաններ պիտի կառուցեն եւ երեկ էլ Պուտինի ներկայությամբ խոսում էր ռուսական կողմի հետ համագործակցությամբ հայկական ատոմակայանի կառուցման մասին, սա ինչ խաղ է ի վերջո, ընտրություններից առաջ ռուսական բարեհաճություն ստանալու միջոց է, չգիտեմ, որովհետեւ եթե ամերիկացիները հետ պայմանավորվել եք, ապա ռուսները հետ ինչ եք պայմանավորվել, քանի ատոմակայան պիտի կառուցվի Հայաստանում։ Տեսեք, դասական աճպարություն է իրականացնում։ Գնում արևմուտքում ասում է ինչ ուզեք կտամ, գնում հյուսիսում ասում է ինչ ուզեք կտամ, պատերազմը պայմանավորված հարավ դեռևս չի կարողանում գնալ, բայց ամենայն դեպս մեսիջներով ասում է դուք ինչ եք ուզում ցածել կտամ եւ այսպես շարունակ, բայց արդեն բոլորը բացահայտել են Նիկոլ Փաշինյանը, այսինքն եւ ամերիկյան կողմը գիտի, որ կգնա իր հողի վրա խոստումները կտա եւ հետ դրամագծորեն հակառակ կանի եւ հյուսիսը պարզ գիտակցում է դա։ Եթե գնանք պարզ դրամաբանությամբ, այսինքն ադեկվատության աստիճանով, ապա ամերիկյան մոդուլային ատոմակայանների մասին խոսույթը բացառապես նախընտրական, այսպես դրական էմոցիաներ առաջացնելու խոսույթ է, որովհետեւ եւ ինքնարժեքի առումով, եւ դրա փորձարկման առումով եւ դրա բնապահպանական հետևանքների առումով վնասակար որևէ գնահատում չկա։ Մի բան պարզ է, հաստատ ինքնարժեք ավելի բարձր է ամերիկյան մոդուլայինների, հաստատ բնապահպանական շատ ավելի վնասակար հետևանքների առաջացնում ու որևէ մեկը չի տալիս երաշխիք դրա անխափան աշխատանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ անվտանգության ապահովման համար եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք որպես մենեջերներ բնականաբար այս հարցերի պատասխաններից ելնելով պետք է որոշում կայացնենք, որ դեռևս ժամանակավրեպ է եւ չենք կարող դա իրականացնել։ Բայց տրամաբանական շղթա կառուցելով ու ռացիոնալիզմի ելակետով ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է այդպիսի որոշում կայացնել, ես հեռու եմ։ Այս մոտիկ ադեկվատությունից շատ հեռու եմ։